Իսպանիայում եւ Պորտուգալիայում էլեկտրականությունը սկսել է վերականգնվել զանգվածային անջատումներից հետո։ Իսպանիայում այսօր առավոտյան սպառողների 99.95%-ի մոտ վերականգնվել է էլեկտրականությունը։ Պորտուգալիայում հայտնել են 89 ենթակայանից 85-ի աշխատանքի վերսկսման մասին։ Երկուշաբթի Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Ֆրանսիայի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման պատճառով միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, ինչը հանգեցրել է քաոսի եւ լայնածավալ խափանումների։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հրաժարվել է ստորագրել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ առաջարկված համաձայնագիրը Միացյալ Նահանգների ուկրաինական հազվագյուտ հողային օգտակարանածոների ասանելիություն տրամադրելու վերաբերյալ, քանի որ փաստաթուղթը չափազանց կենտրոնացած է ամերիկյան շահերի վրա։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզը հայտարարել է, որ նախագահ Զելենսկին անհեռատեսորեն է մոտենում այն ոսկե հնարավորությանը, որը Թրամփի վարչակազմն առաջարկել է Ուկրաինային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու առաջարկ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ հայտնել է Միչիգանի կոնգրեսական Շրիթ Հանեդարը։ Թրամփն հանդեսում է սահմանադրությունը, կոնգրեսը եւ դատարանները, նա չի պայքարում Ամերիկայի համար, նա ոչնչացնում է այն եւ վտանգում, մեր ժողովրդավարությունը գրել է կոնգրեսականը։ Հանեդարը նշել է, որ իմպիչմենտի համար 7 հոդված է ներկայացրել։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել Կանադայի դաշնային ընտրություններում։ Քարնիի լիբերալ կուսակցությունը ապահովել է ձայների ավելի քան 58%-ը։ Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 26-ին Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջա նավահանգստում մահացու պայթյունի պատճառն ամփոփությունն է եղել։ Նշվում է, որ միջադեպի մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում։ Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով մահացել է 46 մարդ, վիրավորվել ավելի քան 1200-ը։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջանողակի բանակցությունների 4-րդ փուլը նախատեսվում է անցկացնել մայիսի 3-ին Հռոմում։ Բանակցության նախորդ փուլի ավարտին կողմերը խոսել էին գրանցած առաջընթացի մասին։ Լանա Թորոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։